Պարոն Բենյան, մեկ այլ հարցին անդրադառնանք։ Ներողություն էլի, հարց ունեք։ Այո, պատերազմ չեք կարծում, որ բանակցություններից հետո այդ ձեր ասած, որ տեսել ենք, եւ պատերազմից հետո բոլորովին ուրիշ վիճակ էր լինելու։ Այսինքն մեզ արդեն մենք ստորացուցիչ պարտություն էինք գրել, դրանից հետո ինչ էիք ակնկալում։ Իսկ եթե բանակցություններով գայք այդ 7 շրջաններին ուրիշ ձև չէր լինի, դուք ավելի լավ գիտեք հիմա դա պատերազմական ելքով իրավիճակ ուրիշ բան է, բանակցությունների ելքով իրավիճակը ուրիշ բան է։ Հիմա ինչ եք ասում, որ մենք տեսել ենք այդ վիճակը։ Որովհետև մենք տեսել ենք այդ վիճակը։ Ես ձեզ ասում եմ, եթե փաստարկն այն է։ Երկու մասի էլի բաժանենք փաստարկը։ Իրանք ասում են, այ մեր ժամանակ քննարկում էր այս հանճարեղ լուծումը եւ շարունակությունը։ Մեղադրանքներ մեզ։ Հիմա ես ասում եմ, հակափաստարկ համար 1, եթե ձեր ժամանակ քննարկում էր այդ հանճարեղ լուծումը, ինչի այդ հանճարեղ լուծումը չի իրագործվել։ Գուցե որովհետև այդ հանճարեղ լուծմանը Ադրբեջանը չի համաձայնվել երբեք։ Հակափաստարկ համար 2, նույնիսկ եթե այդ ձեր պատկերացրած հանճարեղ լուծմանը Ադրբեջանը համաձայնվել, այդ լուծումը արդեն իսկ հայտնի է, ենթադրելու էր 7 շրջանների վերահսկողության հանձնում Ադրբեջանի կամ 7 շրջանով կամ 5+2 կամ Լաչինի-Վիչանսկ պահելով, այսքան կիլոմետրաժով կամ այսքան, բայց էությունը շատ չի փոխվում։ Եվ Լեռնային Ղարաբաղի շուրջ ռուս խաղաղապահ զորամիավորման տեղակայում։ Հիմա ասում եմ, մի պայմաններում, երբ որ Լեռնային Ղարաբաղի շուրջ ռուսական խաղաղապահ զորակազմի տեղակայում տեղի ունեցել էր եւ Լաչինի-Վիչանսկի շուրջ, Ադրբեջանը գրավել է Լեռնային Ղարաբաղը։ Հետևաբար իրենց պնդումը, որ տեսեք, այսպիսի հանճարեղ բան էր լինելու, նախ փաստ չի որ լինելու էր, երկրորդն էլ լինելու դեպքում մենք արդեն տեսել ենք դա ոնց հավատում։ Բայց ասում են ժամանակ Ռուսաստանի հետ հարաբերությունները այնքան փչացած չէին, որքան օրինակ պատերազմից հետո, երբ որ հակառուսական նոտաներ էին հիշում հենց։ Ինչ հակառուսական նոտա։ Ինչ հակառուսական նոտա։ Սերժ Սարգսյանի հարցազրույցը ես կներեք, ես ո մազոխիստ չեմ Սերժ Սարգսյանի հարցազրույցը դնեմ 7 ժամ նայեմ։ Չէ, դուք գոնե փող եք ստանում դրա համար, լրագրող եք զարգացել գործնա։ Ով ասում, ես վստահ չեմ։ Ժամը 6-ից գրոհեց Facebook։ Դե հիմա անպայման չի նայել դրա համար, բայց չեմ նայել Սերժ Սարգսյանի հարցազրույցից մի ուշագրավ դրվագ կա, դուք Նիկոլ Փաշինյանի ամենամերձավոր թիմակիցներն եք, հեղափոխության ժամանակ միշտ կողքին եք եղել։ Ասում է այդ ժամանակ Նիկոլ Փաշինյանին փող վարչապետի պաշտոն են առաջարկել։ Ես նման բան չեմ։ Ով է Սվիտասկին է նրան ասել այդ մասին։ Ես չգիտեմ։ Նա է ասել Սերժ Սարգսյանին։ Ես չգիտեմ ինչ են խոսել Սվիտալսկին Սերժ Սարգսյանի հետ, ես նման բան երբեք չեմ ասել։ Նիկոլ Փաշինյանի հետ զրուցել է եւ Փաշինյանը Սվիտալսկին այդ մասին ասել է։ Ես նման տեղեկություն չունեմ։ Այսինքն նման բան չի քննարկվել, չի եղել։ Ես համենայն դեպս տեղյակ չեմ եւ ես վստահ եմ որ տեղյակ կլինեի, եթե այդպիսի բան եղած լիներ։ Ռոբերտ Քոչյանի եւ Սերժ Սարգսյանի հարցազրույցներում այսպես կարմիր թելով գծված իրենք երկուսն էլ նույն բանն էին պնդում բանակցությունների հետ կապված ձեզ մեղադրում դուրս թողեցիք բանակցություններից պատերազմը դուք հրահրեցիք ինչ որ միտում կա այս հարցազրույցների իրար հաջորդականության մեջ նաեւ դրան գումարենք Նարեկ Կարապետյանի հարցազրույցը դրսի լրատվամիջոցներին էլի ձեզ մեղադրանքները շուրջան ասում եմ Ես համաձայն չեմ Ադրբեջանի արտգործնախարարի Ռոբերտ Քոչյանի, Սերժ Սարգսյանի եւ Լևոն Տեր-Պետրոսյանի պնդումների հետ։ Ես համաձայն չեմ եւ ճիշտ եք նկատում, որ այդ պնդումները նույնն են։ Հիմա դուք դատեք նորմալ է, որ Ադրբեջանի արտգործնախարարը մեղադրում է Հայաստանին պատերազմ հրահրելու բանակցային գործընթացը կանգնացնելու մեջ, ինչը հասկանալի է, որովհետեւ ինքը հակառակ կողմն է, պետք է հակառակ կողմին մեղադրի, բայց նորմալ է, որ նույն մեղադրանքը Հայաստանի հասցեին հնչեցնում են Ռոբերտ Քոչյանը, Սերժ Սարգսյանը, Լևոն Տեր-Պետրոսյանը։ Ասեմ ավելին, նշեցիք Սերժ Սարգսյանի նախկին աշխատակազմի ղեկավարի որդու հարցազրույցը, որ ես էլի չեմ նայել, բայց մի հատված տեսել եմ, որտեղ ասում է, որ 2023 թվականին Հայաստանի վարչապետը հայերին Լեռնային Ղարաբաղից տեղափոխեց Հայաստան։ Կարծես որևէ բան չէր եղել, ուղղակի Հայաստան Նիկոլ Փաշինյանը էթնիկ զտման ենթարկեց Լեռնային Ղարաբաղը։ Էս են այս մարդիկ, իրանք ինձ թվում է մեկ-մեկ ես հասկանում եմ քաղաքական գործունեություն, ընդդիմադիր գործունեություն, բայց պետք է տարբերակես պայքարը երկրի իշխանության դեմ, ինչը նորմալ է, եթե դու ընդդիմադիր ես, պայքարից քո պետության դեմ։ Պարոն Բինյան մի րոպե կներեք, էլի Բայրամովը ասում էր, որ այդ իրավիճակում այդ շրջանում իրենք
փաստեր են հավաքել եւ միջազգային հանրությանն են ներկայացրել այդ փաստերը, մասնավորապես նշում էր Նիկոլ Փաշինյանի հայտարարությունը Արցախը Հայաստանը եւ վերջ Տավուշյան դեպքերից հետո այդ ցուցադրաբար միջոցառումը մեդալներ հանձնելը համահայկական խաղերի անցկացումը Ստեփանակերտում դուք այնուհանդերձ չեք կարծում որ այդ ամենը ինչ որ կերպ նպաստեց որ Ադրբեջանն ավելի ագրեսիվ Ես համաձայն չեմ Ադրբեջանի արգոսնախարարի Ռոբերտ Քոչյանի եւ Լևոն Տեր-Պետրոսյանի եւ Սերժ Սարգսյանի պնդումների հետ, որ Հայաստանը հրահարել է պատերազմից, դրանց հետ համաձայն չեմ։ Ես համաձայն չեմ Ադրբեջանի արգոսնախարարի եւ Ռոբերտ Քոչյանի այն պնդման հետ, թե իբր 2020 թվականին Հայաստանը Տավուշում հուլիսին սահմանային պրովոկացիա է դիմել։ Ես համաձայն չեմ Ռոբերտ Քոչյանի եւ պարոն Բայրամովի միջև այդպես է ասել։ Ու մի կողքից բան արեք, մեկնաբանեք իմ ասածները։ Հաջորդը ես կարծում եմ պատճառը, որ Ադրբեջանը սանձազերծեց պատերազմի 44 օրյա հետեւյալի մեջ է։ Այն տարիներին, երբ որ պետք էր Հայաստանի ռազմական բյուջեն մեծացնել, որպեսզի հարաբերակցությունը Ադրբեջանի հետ ռազմական բյուջեից 1-ը 1-ինից չդառնա 1-ը 5-ին 2008 թվականի դրությամբ, պետք էր այդ տարիները օգտագործել Հայաստանի ռազմական բյուջեն մեծացնելու համար, ոչ թե Ռոբերտ Քոչյանի ընտանեկան բյուջեն մեծացնելու համար կամ Սերժ Սարգսյանի ընտանեկան բյուջեն մեծացնելու համար։ Եւ այսպես շարունակ։ Այդ է պատճառը եղել 44 օրյա պատերազմի, երբ որ բալանսը այնպես էին խախտել, որ չկար զսպիչ հանգամանք։ Շատ բարձ։ Ինչ? Բալանսը խախտված էր թող։ Պատերազմը հենց այդ է սկսում է, երբ որ բալանսը խախտվում է, եւ ոչ թե հավասար։ Ինչի պետք է Ադրբեջանը մի վարքյան մի հետ հավասար խոսեք։ Ինչի պետք է հավասար խոսում եք։ Հենց հիմա դուք իմ հետ հավասար խոսում եք։ Ինչի պիտի Ադրբեջանը 2000-ականներին պատերազմ սկսեր, եթե ինքը տեսնում էր, որ իր ռազմական բյուջեն ավելանում է եւ Ռոբերտ Քոչյանի ընտանեկան բյուջեն է ավելանում։ Հայաստանի ռազմական բյուջեն ճիշտ համամասնությամբ չի ավելանում։ Ինքը ընդամենը պիտի սպասեր, երբ որ այդ համամասնությունը պետքա փոխվեր իր օգտին։ Եվ երբ որ Ռոբերտ Քոչյանը ասում է իմ տարիները եղել են խաղաղ, պարտքով վերցրած տարիներ են եղել, իհարկե։ Այդ տարիները, երբ որ պետք էր ծախսել ռազմական բյուջեների համամասնությունը պահելու համար, ինքը ծախսել է իր ընտանեկան բյուջեն մեծացնելու համար, արդյունքում իր նախագահության ավարտին 1-ը 1-ին հարաբերակցությունից դառել է 1-ը 5-ի հարաբերակցություն։ Բանբինյան, դուք հիմա ինչ փաստարկներ եք բերեք, ակնհայտ է որ այդ տարիները Համաձայն եք իմ փաստարկները։ Ոչ, համաձայն։ Ինչի համաձայն չեք։ Տեսեք, բացատրում եմ, ակնհայտ է որ այդ Ինչի համաձայն չեք ասել։ Որովհետև այդպես չի իրականում դուք։ Բա ո՞նց է։ Այսինքն ուզում եք ասեք 98-ի եւ 2008-ի համեմատությունը ռազմական բյուջեների 1-ը 1-ի ու 1-ը 5-ի չի եղել։ Գուցե այդպես է եղել, բայց դա չի եղել հրահրվելու Ադրբեջանի պատերազմը։ Ո՞վ է հրահրել Ադրբեջանի պատերազմը։ Դուք ասում եք որ հրահրել։ Իսկ դուք ինչ եք ասում։ Ես ասում եմ որ հայերը նպաստել են որ Ադրբեջանը Ես էլ ասում եմ նպաստել են հետեւյալ քայլերը, որպեսզի սկսվի պատերազմ։ Նպաստել են հետեւյալ քայլերը 98-ից 2008 թվին եւ դրանից հետո նպաստել են հետեւյալ քայլերը։ Ադրբեջանում աճել է ռազմական բյուջեն, մեր երկրում աճել է երկրի ղեկավարների ընտանեկան բյուջեները։ Այդ դա է նպաստել պատերազմի սկզբին։ Բայց անկախ ամեն ձեր ասածով հիմա թվականակով մեզնից մի քանի անգամ մեծ պետությունները մեզ պիտի խժռեին։ Ինչի մենակ ռազմական բյուջեով է, բա բանակցությունները դուք գոնե բանակցող մարդ եք, ոնց է այդպեսի։ Շատ լավ այդ բանակցությունները, ասում եմ, իրանք եթե այդքան հանճարեղ բանակցողներ էին, այդքան հանճարեղ ծրագրեր կային, ինչի չեն իրագործվել այդ ծրագրերը։ Կամ որ ասում են Նիկոլ Փաշինյանը եկավ եւ բանակցությունները փակուղի մտցրեց։ Սիրելիներս, Սերժ Սարգսյանը 2000 մի ընդհատեք ինձ, սիրելի իմ բարեկամ, մի ընդհատեք ինձ։ Սերժ Սարգսյանը 2018 թվականի ապրիլին այս դահլիճում, երբ որ ընտրվում էր Հայաստանի վարչապետ, հարց են տվել իրան բանակցությունների մասին, ասել է բանակցությունները կանգնած են, փակուղիում են։ Կանգնած են կարծեմ։ Հետո էլ ասում է, այլևս թեկուզ փակում ավելի լավ։ Հետո էլ ասում է, այլևս երկար ժամանակ մենք պետք է բառացի չեմ հիշում, բայց ձեր գործն է, էլի գտնեք այդի։ Դա ասում եմ, մի խոսքով պետք է հույս չունենանք, որ չի լինելու բախում, այդպես մի բան։